Հայազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության աշխատանքը լինելու է ժողովրդի շահերից բխող։ Խորհրդարանում իրենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ կներկայացնեն, հանդես կգան իշխանությունների կոռուպցիայի բացահայտումներով եւ անխնա կքննադատեն իշխանության գործունեությունը։ Կոնգրեսի կառույցները պետք է դառնան պատգամավորական գրասենյակներ, որտեղ քաղաքացիները փնտրելու են իրենց օրինական շահերի պաշտպանությունը։ ՀԱԿ-ը չի լինելու կլասիկ խորհրդարանական ուժ եւ չի դադարեցնելու հանրահավաքները։ Հաջորդ հանրահավաքը նախատեսվում է անցկացնել հունիսի 26-ին Ազատության հրապարակում։ Այդ օրը մենք բավականին լուրջ ասելիք կունենանք ժողովրդին եւ Հայազգային կոնգրեսի ծրագրերի առումով եւ վերջին միջազգային զարգացումների առումով եւ նորաստեղծ կառավարության եւ նրա ծրագրի քննարկման առումով։ Թե 2013 թվականի նախագահական ընտրություններում ով կլինի Հայազգային կոնգրեսի թեկնածուն, դեռ վերջնական որոշում չի կայացվել։ Անդրադառնալով նախկին արտգործնախարար Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործի հարուցմանը, Լևոն Զուրաբյանը չբացառեց, որ դրանում քաղաքական երանգներ կան։ Քանի որ մենք ապրում ենք մի պետությունում, որի պատկերը մենք շատ լավ պատկերացնում ենք եւ ինքներս ներկայացրել ենք եւ ունենք նախադեպեր, ես չեմ զարմանա, որ պարզվի, որ այս ամենը իսկապես պայմանավորված է քաղաքական հետապնդումով։ Հայազգային կոնգրեսը միանշանակ որոշել է կառավարության ներկայացրած ծրագրին դեմ քվեարկել, քանի որ ըստ Զուրաբյանի ժողովրդի կողմից չընտրված կառավարությունը չի կարող ժողովրդի շահերից գործել։ Լուսինե Հովհաննիսյան, Արման Գրիգորյան, Slack AM։